Ողջույն սիրելի Աստծո ժողովուրդ, խաղաղություն քո սրտին, օրհնեք ամեն մի քրիստոնյա մարդ, ամեն մի Աստծո արարող օրհնված լինի, Աստծո հոգին օրհնող է, Աստծո հոգին օրհնող է, Աստված անարջար Աստված է, նա ջոկողություն չի անում, նա բարին եւ չարին տալիս է եւ անձրևը եւ արևը բոլորի համար է, մենք մարդիկս ենք իրար մեջ ջոկողություններ անում, մենք մարդիկս ենք իրար մեջ բարձր եւ ցածր կարգավիճակներ դնում, հասկանում եք ժողովուրդ։ Նայեք, Գործք առաքելոց 3-րդ գլուխ, երբ որ Պետրոս եւ Հովհաննես հետ գնում են միասին տաճարը 9-րդ ժամին աղոթքի, ասում եմ մի մարդ կար մոր որովայնից կաղը, նրանց հանդիպած, բերում էին, դնում էին տաճարի դռան մոտ, որ ինքը ողորմություն վերցներ այդ ժողովրդից։ Եվ Պետրոսը Հովհաննեսն էլ անցնում էին, ինքը սպասում էր, ուզում է նրանցից էլ ողորմություն, ֆինանսական, բայց Պետրոսն ասեց, ես արծաթ եւ ոսկի չունեմ, բայց ինչ որ ունեմ այն քեզ կտամ, Հիսուս Քրիստոսի նազարեթյանով վեր կաց եւ մանգեք։ Եվ այս մարդը առողջացավ, բժշկեց, սրունքներն ասում է հաստատվեցան եւ վեր կացավ եւ օրհներ գումեր Տիրոջը, հրաշք տեղի ունեցավ ժողովուրդ ջան։ Այս մարդը իր մոր որովայնից ինքը կաղ էր, էլ ինքը բժշկման հույս չուներ, համակերպվել էր կյանքի հետ, ապրում էր ուղղակի ֆինանսական ողորմություն էր մարդկանցից վերցնում, բայց մի օր Տիրոջ ողորմությունը եկավ իրան ժողովուրդ։ Տարիներով սպասված այդ վիճակի մեջ, այդ հիվանդ տառապյալից վիճակի մեջ մի օր Քրիստոսի ներկայությունը փառքն ու զորությունը իջավ այս մարդու վրա, ում միջոցով հավատարիմ Պետրոսի եւ Հովհաննեսի միջոցով եկավ եւ ասավ. արծաթ ու ոսկի չունեմ, բայց ինչ որ չունեմ այն քեզ կտամ, Հիսուս Քրիստոսի նազարեթյանով վեր կաց եւ քայլիր։ Այսօր ես ուրիշ ոչինչ չունեմ, բացի Հիսուս Քրիստոսի անունը, նրա զորությունը, նրա փառքը։ Եթե դու այսօր կախ վիճակների մեջ ես, լինի հոգևոր, լինի մարմնավոր, Հիսուս Քրիստոսյանով ու Սուրբ Օգու զորությունով եղիր բժշկված։ Թող Տիրոջ փառքը, Տիրոջ Սուրբ Օգու զորությունը ներկայությունը կա քո կյանքի մեջ։ Ինչ կախ վիճակի մեջ լինես, ինչ անդամալույց, ինչ հիվանդ, ինչ տառապալից վիճակի մեջ լինես, բժշկված լինես Հիսուս Քրիստոսի նազարեթու անունով, զորանաս եւ վեր կենաս քանգնես, հավատաս, որ կբժշկվես ու կզորություն կա քո վրա, չերկմտես, չվախենաս, բժշկվիր Հիսուս